Պարոն Կարապետյան, դուք Ռուսաստանից ընտրողների բերելու եք Հայաստան, որի մասին այդքան հավեկված խոսում են։ Ավտոբուսները ոնց կազմակերպելը դա մարդկանց անուններ են տալիս, որոնք արդեն Ռուսաստանում տենց հավաքագրում են։ Ոնց եք դա պատկերացնում, օրինակ տեխնիկապես ոնց դա կլինի։ Ռուսաստանից Հայաստան Մարդիկ հավաքվելու են ավտոբուսով գան։ Մենք չգիտենք, այս սցենարը դուք Ասենք բոլորը գնա։ Սամվել Կարապետյանի պաստառով Boeing-ները Airbus-ն լինելու վրա Գնացքն է բացվելու, չէ։ Պարոն Կարապետյան, Արցախի հարցի շուրջ ձեր ուժի դիրքորոշումը եւս մեկ անգամ կհիշեցնենք, որովհետեւ վերջին շրջանում տեսանք շատ սուր է ընկալվում իշխանությունների Փաշինյանի կողմից Արցախ բառը արտաբերել, Արցախի մասին գրքեր նվիրելը, այդ պատճառով ցեղասպանության թանգարանի տնօրենը հեռացվեց աշխատանքից, նույնիսկ միջազգային ամբիոնում հայտարարություններ եղան Արցախի էջը փակելու մասին եւ ձեզ ընդդիմադիրների ու եկեղեցուն մեղադրեցին խաղաղության դեմ գնալու համար։ Երեք դրանց բերած Արցախը կործանած դիվանագիտությունը իրենց նոր գործիքակազմ է ման գալիս, որպեսզի ինչ որ ձեմ է ժողովրդին համոզի, որ իրենք դարձել են Ժորժ ջան 7 տարի անց վատ դիվանագետներ էինք, այս 8-րդ տարին արդեն լավ դիվանագետներ ենք։ Արցախի հարցում մեր վերաբերմունքը ամենակարևոր հարցը Արցախի մեր հայրենակիցներին Հայաստանում տնավորելն է այս պահին։ Երկրորդը վերադարձի հետ կապված եկեք լինենք ազնիվ իրար հետ։ Ադրբեջանի այս ղեկավարը հնարավորություն չի տալու անվտանգ արցախցիներին այնտեղ ապրել։ Մենք պետք է երբ ունենանք այդ ապահովությունը, այդ առավաչան, որ մեր հայրենակիցները ապահով են լինելու, այդ ժամանակ պետք է վերադարձի հարցը մենք միշտ դնելու ենք առաջնահերթություն լինելու է, բայց այս պարագայում ես ուզում եմ ազնիվ լինեմ մեր հանրության հետ, այնպիսի բան չասեմ դուր գալու համար, ասեմ պրակտիկ հողի վրա ինչ կա։ Այս Ադրբեջանի ղեկավարը 10 հատ հայի հետ յոլա չգնացին այնտեղ։ Ոնց եք պատկերացնում, մենք մյուս մեր հայրենակիցները ինչպես են ապրելու, երբ լինի այդ երաշխավորությունը, որ մարդիկ անվտանգ կլինեն, այդ ժամանակ մենք դրա համար պետք է աշխատել, միջազգային աշխատանք, նաև հարաբերությունների կարգավորման շրջանակներում աշխատանք, որպեսզի մարդիկ կարողանան մեր հայրենակիցները իրենց հայրենիք անվտանգ վերադառնալ։ Բայց դա մեծ հարց է, դա պետք է մենք շատ լուրջ վերաբերվենք, որտեղ 10 հոգի այնտեղ հայ կար, չկարողացան այդ մարդկանց ժողովրդական խոսքով ասած յոլա տան։ Պարոն իշխանության քայլերից որ չեն կատարում, դուք բանակցելու եք այդ հարցի շուրջ, որպեսզի ապահովվի այնտեղ արցախցիների վերադարձի եւ անվտանգ։ Այո, բայց այդտեղ պետք է անվտանգային գործիքակազմեր մեր հանրությանը։ Գերիների վերադարձի հարցը դեր իշխանության գալու պարագայում դուք քիչ առաջ բանակցությունների մասին խոսեցիք, նաեւ այդ թեմայով բանակցություններ լինելու են, թե չէ, որովհետեւ դա հայության խոցելի Շատ խոցելի հատված է, մենք տեսնում ենք մեր կառավարության ղեկավարը ինչպիսի լուրջ բանակցություններ էր տանում Ամերիկայի նախագահի հետ գերիների վերադարձի, երբ Ամերիկայի նախագահը հայտարարեց, որ գերիների հարց կա, նա նշանով փորձեց թեման փոխել, դա ցույց է տալիս, որ նա շատ խորը բանակցային process-ի մեջ է։ Վերադարձը հիմա երկու զուգահեռ իրականության մեջ ենք, մեկ դատական իրականության մեջ, մեկ ընտրություններին պատրաստվելու, որը ատյանում է ավելի դժվար եւ առաջնահերթությունները որն են։ Գիտեք, դժվարություն մենք չենք տեսնում այդքան, եթե ազնիվ լինենք, որտեղ կա ժողովրդական աջակցություն։ Այսինքն մարդիկ երբ ինձ տեսնում են, հարցնում են, ասում են դժվար չի։ Երբ դու քայլում ես փողոցով, ամեն երկրորդ մարդը քեզ աջակցություն է հայտնում, դժվար չի, հեշտ է։ Երբ դու չես կարողանում մենակ քայլես փողոցով 600 հատ թիկնապահով ես քայլում, այդ դա է դժվար։ Դիպուկահարներով, չգիտեմ ինչով, այդ դա է դժվար։ Մեր համար, եթե ազնիվ լինենք, դժվար չի, մեր պայքարը դժվար չի, որովհետև կա աջակցություն։ Երբ հասարակությունը չուզենա, այդ ժամանակը